Օրերս Նինոց Մինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղի հանրային դպրոցի 4 դասարանի աշակերտները ես եւ հասարակություն առարկայից ուսուցչուհի Արմենուհի Շիրինյանի հետ այցելեցին Նինոց Մինդայի երկրագիտական թանգարան։ Այս այցը շատ սպասված ու հետաքրքիր էր աշակերտների համար, չէ՞ որ նրանք առաջին անգամ էին թանգարանում եւ նրանց համար շատ տպավորիչ էր գտնվել մի վայրում, որտեղ պահպանվում են տարբեր ժամանակների հնագույն նմուշներ։ Այսօր ես եւ հասարակություն առարկայի շրջանակներում շրջայց կատարեցինք Նինոց Մինդայի երկրագիտական թանգարանում։ Մասնակիցները Նինոց Մինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղի հանրային դպրոցի 4 դասարանցիներն էին։ Սիրով կուզենայի նշել, որ մեր աշակերտները մեծ բավականություն ստացան, ձեռք բերեցին նորանոր գիտելիքներ եւ եւս մեկ անգամ համոզվեցին, որ թանգարանները մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ տարածման առանցքային կառույցներ են, որոնք այսօր վերաճում են կրթական ու սոցիալական կարևոր հարթակների եւ ընդլայնում են իրենց դերը հանրության զարգացման եւ առողջ հասարակության ձևավորման գործում։ Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրինությանը, թանգարանի աշխատակիցներին, իդեմս թանգարանի տնօրեն Արևհատ Տոներյանի։ Հուսով եմ, որ նմանատիպ շրջայցերը հաճախակի կդառնան եւ մեր աշակերտները դեռևս փոքր տարիքից կկարողանան գնահատել թանգարանների բացառիկները որպես ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր եւ յուրահատուկ բաղադրիչ։ Երկրագիտական թանգարանի տնօրեն Արևհատ Տոներյանն աշակերտներին ծանոթացրեց այն հարստության հետ, որ պահպանվում է մեր թանգարանում եւ տարեց տարի ավելանում շնորհիվ մեր շրջանի մշակութասեր հասարակության։ Աշակերտների համար շատ հետաքրքիր էր լսել թանգարանի տնօրենի պատմություններ ցուցանմուշների մասին։ Մեր թանգարանի այցելուների հիմնական կորիզը կազմում են դպրոցականները եւ մեզ այցելում են ոչ միայն քաղաքի դպրոցներից, այլև շրջակա գյուղերից, ինչու ոչ նաեւ մեր հարևան Ախալքալակի շրջանից։ Բոլորովին վերջերս թանգարան էին այցելել Մեծ Խանչալիի հանրային դպրոցի 4 դասարանցիները իրենց ուսուցչուհի Արմենուհի Շիրինյանի ուղեկցությամբ։ Դպրոցում երեխաները ես եւ հասարակությունը առարկայից անցել էին համապատասխան դաս թանգարանի վերաբերյալ եւ որպիսի ամեն ինչ ավելի շոշափելի առարկայական դառնա, ուսուցչուհին որոշել էր նրանց բերել թանգարան։ Երեխաների ոգևորությունը մեզ էլ փոխանցվեց, սա շատ գովելի քայլ է, որովհետև եթե ուսուցիչը, ուսուցչուհին մատաղ հասակից երեխային արդեն մոտեցնում է արվեստին, մշակույթին, պատմությանը, անպայման հետագայում դա կանդրադառնա երեխաների վրա եւ նրանք անպայման կարժևորեն դրանք։ Իմ խորին շնորհակալությունը մեր բոլոր տնօրեններին, ուսուցիչներին, ովքեր հաճախ են այցելում թանգարան եւ դա մեզ համար էլ է շատ օգտակար, որովհետեւ երեխաների հետ օրը անցնում է ավելի ռիթմիկ եւ արդյունավետ։ 4 դասարանցիների համար շատ հաճելի եւ հետաքրքրությամբ լի էր այսօրվա այցը։ Այն լավ հնարավորություն եղավ ծանոթանալ մեր նախնիների կենցաղին ու մշակույթին։ Նրանք շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցչուհուն Արմենուհի Շիրինյանին կազմակերպած այցելության համար։ Այսօր մենք գտնվում ենք Նինոց Մինդայի երկրագիտական թանգարանում ես եւ հասարակություն առարկայից։ Մենք այստեղ ենք եկել, որպեսզի տեսնենք բազմաթիվ հին առարկաներ եւ ավելի լավ բաներ հասկանալ։ Եվ փորձում ենք ավելի շատ տեղեկություն իմանալ թանգարանի մասին, որովհետև դա պարտադիր է նաև դասերի համար։ Մեր դասարանի անունից մենք կարող ենք ասել, որ ամեն ինչ այստեղ շատ հավանեցինք, մեզ ամեն ինչ էլ դուր եկավ։ Եվ հետագայում նույնպես կցանկանայինք էլի նորից գայինք։ Նման այցելություններ երկրագիտական թանգարան բազմիցս են կազմակերպվում եւ ամեն անգամ այցելելով թանգարան աշակերտները կիսվում են իրենց վառ տպավորություններով։ Չէ՞ որ շատերի մտքով անգամ չի անցնում, որ մշակույթի տան 3-րդ հարկում մենք ունենք նմանը չունեցող մի թանգարան, որտեղ կարելի է տեսնել դեռևս 1915 թվականից մեզ հասած հնագույն իրեր, նմուշներ։ Այսօրվա էքսկուրսիան դեռ երկար կպահպանվի աշակերտների հիշողություններում։